Եվ մենք ենք եղել եվրոպական օրակարգն առաջ մղողը եւ այսօր մենք հանուն հանրապետության կուսակցությունն է միակ կուսակցությունը, որը պարտավորություն ունի 60,000 ստորագրողի առաջ, ստորագրող քաղաքացիների առաջ, որ մենք կարողանանք այդ օրակարգը առաջ տանել, որտեղ այո, մենք գտնում ենք, որ իշխանությունը ինչ որ պահից այս օրակարգի մաս դարձավ, ավելին օրենքը ընդունվեց, բայց օրենքը դրվել է մի կողմ։ Եթե օրենքը չի աշխատում, դա արդեն օրենք չի։ Մենք ուզում ենք, որ օրենքը աշխատացնենք։ Մենք ուզում ենք եվրոպական օրակարգը գործնականացնենք եւ նյութականացնենք, բանակցություններ են պետք։ Մանավանդ այսօր տեսնում ենք սահմանափակումներ կան կոնկրետ ապրանքատեսակների մասով։ Մենք առաջարկում ենք, որ Եվրոպական միության մեր գործընկերների հետ պետք է արագ խոսել արտոնյալ ռեժիմի վերաբերյալ կոնկրետ ապրանքատեսակներով, որոնք օրինակ հնարավոր է այսօր արևելյան Եվրոպայի շատ երկրներ հենց հիմա առաքել եւ արդյունք ստանալ, ինչպես դա եղավ բացառության կարգով վրացական եւ մոլդովական շատ ապրանքների դեպքում։ Հենց մենք այդ այլընտրանքները ունենանք, վստահաբար կարող եմ ասել, որ ռուսները հերթ են կանգնելու որպես, այո, որպեսզի իրենք եւս այդ հնարավորություններից օգտվել։ Այսօր մեզ գազի սպառնալիքներ են հնչեցնում, գազը կթանկացնենք։ Անցյալ տարի, երբ մենք այս օրենքը արդեն ընդունել էինք մարտ ամսին, դրանից առաջ ես փետրվարին հանդիպել եմ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել ենք եւ ես ողջևորվել եմ, որ իշխանությունները արդեն քննարկում էին եվրոպացիների հետ հնարավոր կոմպենսացիայի մասին, եվրոպացիները պատրաստ էին փոխհատուցել փողը մոտ 2 միլիարդ եվրո կարժենար, եթե ռուսները որոշեին գազը թանկացնել։ Իհարկե լավ կլինի, որ ռուսները թանկացնեն գազը, վերջապես մենք էլ խելքներս գլուխներս կհավաքենք, որ հարևանությամբ թուրքմենական, ղազախական գազ կա, դա ավելի էժան կա, կկարողանանք բերել, էլ չեմ ասում, որ SWAP համակարգով Իրանից բերվող գազի շուրջ մենք կարող ենք բացառության, այսպես կարգով արևմուտքից բան ստանալ, արտոնություն ստանալ այդ